Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երեկ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին կրկին անդրադարձավ սահմանադրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ըստ էության մենք ոչ մի նորություն չլսեցինք, կուզենամ անդրադառնալ խաղաղության պայմանագրին, որը դեռ չի ստորագրվում, կարելի է ենթադրել, որ մինչեւ Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի։ Ոչ չի կարելի նման բան ենթադրել, առնվազն երեկվա նաև վարչապետի պատասխաններից, որոնք նա հնչեցրեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողին, ըստ էության կրկնելով այն, ինչ մենք ասել ենք բազմիցս, մենք այսպես ասած անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին։ Շնորհակալ եմ։ Նարեկ Կիրակոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցազրույցում նշում է, որ կան Բաքվում շրջանակներ, որոնք փորձում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք, ում նկատի ունի արդյոք սա ուղիղ մեղադրանք է Ադրբեջանի նախագահին թե ոչ, եւ դուք տեսնում եք հիմա նրանց կողմից ինչ որ գործողություններ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա են փորձում հարձակվել, կա այսինքն ինչ որ հետախուզական կամ ինչ որ այլ տվյալներ իշխանությանը հասանելի թե ոչ, եւ Պարոն Հովհաննիսյան, դուք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից եք, չէ՞, եթե չեմ սխալվում, Մերձավանի դպրոցի հետ կապված արդեն մի քանի օր է այդ ուսուցչուհու շուրջ ստեղծված իրադարձության ֆոնին նաև թիրախավորվել են երեխաները, անկախ նրանից, որ նրանք խնդրահարույց հայտարարություններ են արել, իրենց աշակերտի նման չեն պահել, ինչպես նշում է համացանցում, բայց այդ երեխաներին տարածում են, նրանց թիրախավորում են, վիրավորում են համացանցում գրեթե բոլոր սոցցանցերում դուք որպես իշխանության ներկայացուցիչ այլի գիտություն ունենալով այն որ երեխաները ինչ որ վիճահարույց գործողություններով են հանդես եկել բայց այդ երեխաների պաշտպանությունը ինչպես եք պատկերացնում Երեխաները բոլոր երեխաները մեր երեխաներն են եւ երեխա են եւ այո կարող են նաեւ տարբեր տեսակի վարք դրսեւորել որը հատուկ չէ հասուն տարիքի մարդկանց ելնելով դեռ որովհետև կրթություն պետք է անցնեն, դաստիարակություն պետք է ստանան եւ այլն, այսինքն այս մասով որևէ հարց ու պատասխան չի կարող լինել, երեխաների իրավունքները բոլորիս ուրեմն պաշտպանության ներքո են եւ այստեղ հարց չկա։ Եվ պետությունը իր բոլոր հնարավոր ռեսուրսներով այս պահին ուրեմն այս ուղղությամբ աշխատում է կրթության գիտության նախարարությունում էլ բացի են հրապարակային հայտարարությունները, որոնք տեղի ունենում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից եւ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից եւ տարբեր պաշտոնների կողմից բացի այդ հրապարակային հայտարարությունների շատ կոնկրետ աշխատանք է տարվում եւ տեղում եւ աշակերտների հետ եւ ծնողների հետ, որպեսզի մենք կարողանանք եւ այս խնդիրը վերացնել եւ նաեւ հետագայում նման խնդիրներից խուսափել ոչ միայն այդ դպրոցում, այլև այդ դպրոցներում։ Սրանք ազդակներ են, որոնք մեզ ուրեմն հուշում են եւ մեզ ստիպում են, որ մենք գնանք ավելի ուրեմն լուրջ փոփոխությունների, նոր ծրագրերի, նոր մոտեցումների, որովհետեւ հասկանում ենք, որ խնդիրներ կան, որոնք արդեն ընկալման, մի քիչ այլ մակարդակներում են լուրջ աշխատանք պետք է իրականացնել եւ վերադառնալով ձեր հարցին, ես ասացի, որ վարչապետը խոսեց կոնկրետ շրջանակների մասին
մի կողմից խոսեց այո Ադրբեջանի իշխանությունների անհանգստությունների մասին նախագահի մակարդակում սահմանադրության հետ կապ ունեցող հղման վերաբերյալ եւ մյուս կողմից խոսեց Ադրբեջանում գործող շրջանակների մասին, քաղաքական շրջանակների մասին, որոնք տարբեր շարժումներ են անում, տարբեր կոչերով են հանդես գալիս, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում եւ այլն եւ այդպես շարունակ եւ այո դա որպես մեր կողմից դիտարկող ռիսկ ներկայացրեց եւ դրա լուծումն էլ տվեց այն իմաստով, որ համատեղ նույն տեղում նույն վարում ստորագրենք եւ խաղաղության պայմանագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարություն եւ գործընկերս կարծում ավելելու։ Չէ, մյուս հարցի վերաբերյալ պարոն Կիրակոսյան երեխաներին թիրախավորելու իրականում այո շատ վատ process է, բայց պիտի նկատի ունենալ, որ դա այդ ամբողջ վատ պատկերի մի փոքր կտորն է, որտեղ ցավոք սրտի մենք հատկապես վերջին տարիներին ունենք մի իրականություն, երբ սոցիալական ցանցերում սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը լրիվ զրոյական մակարդակի է իջել եւ ամենօրյա կտրվածքով ինչ որ մեկին կամ ինչ որ խմբերի կարող են թիրախավորել ու հաշվի չառնել ոչ դիմացինի իրավունքները, ոչ տարիքը, ոչ սոցիալական կարգավիճակը այնպես որ ես մտածում խնդիրը շատ ավելի խորն է, այդ խնդիրը մեր բոլորին է։ Այդ մթնոլորտը համատարած ատելության խոսքի, արհամարանքի, անգամ որոշ դեպքերում անգամ թշնամանք տարածելու պիտի բոլորս միասին դրա դեմ պայքարենք, եթե իմ կարծիքով նաև լրագրողները այստեղ բավականին մեծ գործ ունեն անելու։ Շոյբ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, ես կրկին կուզեի էջմիածնի այդ համայնքապետի բանից հարցնեի հրաժարականից։ Տեսեք, բազմաթիվ այդ պատմությունները, քանի որ դուք նաև ձեր թիմում, ձեր կուսակցությունը վարչություն ունեն ֆորմատ այդպիսի քննարկումների խնդիրների մասին, ես ուզում եմ հասկանալ ընդհանրապես քննարկվել է Դիանա Գասպարյանին առնչող այդ պատմությունները ձեր վարչությունում, որևէ այլ ֆորմատով, չգիտեմ, ինքը բացատրել է այդ պատմությունները, որքանով կապ ունեն կամ ինչքանով այդտեղ կան բան, այսինքն թիմի համար անհանգստացնող են այդ խնդիրները, որոնց մասին մամուլը ահազանգել է։ Գիտեք ինչու եմ հարցնում, ստացվում է, որ Պաշտոնյան հրաժարական է տալիս այս ֆոնին եւ հասկանալի չէ, էլի մարդկանց համար ընդհանուր առմամբ։ Տրամաբանական է ձեր հարցը եւ բնական է եւ այդ հարցադրումը կա բնության մեջ եւ պետք է այդ հարցադրման պատասխան տրվի եւ այդ հարցադրումներին պատասխաններ տրվում են եւ ելի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան վստահաբար։ Ինչ վերաբերվում է մեզ, մեր ներսում տեղի ունեցող քննարկումներին եւ այլն, ես էլի ասեմ, ես վարչության անդամ չեմ, բայց որպես մարդով մասնակցում եմ նիստերին, ինձ թույլ կտամ ասել, որ ուրեմն այո, չկա որևէ թեմա, չկա հատկապես թեմա, որը կապ ունի ինչ որ մի տոկոսով անգամ 0.001%-ով որևէ կոռուպցիոն կամ հովանավորչության ինչ որ թեմայի հետ, թեկուզ մամուլում գրված, թեկուզ ինչ որ մարդկանց կողմից դրա մասին ուրեմն հայտարարություն լինի, այդ բոլոր թեմաները կախված իհարկե դրանց լրջությունից եւ հիմնավորումից, որովհետեւ ելի եմ ասում, մամուլում ամեն ինչ կարա լինի եւ մարդիկ, ինչպես գործընկերս էլ ասեց, իրենց խոսքի համար, այսպես ասած, չեն էլ մտածում ինչ են խոսում։ Դրանց հիմնավորումներից կախված բնականաբար բոլոր թեմաները քննարկվում են, չեն կարող չքննարկվել եւ ես դες կարող եմ վստահ ասել, որ քննարկում են բավականին սուր ձևով։ Շնորհակալ եմ։